Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, եթե պատրաստ եք մեկնարկենք մեր մամլոասուլիսը, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր լրատվականներին, ովքեր ժամանակ գտան եւ ընդունեցին մեր հրավերը մամլոասուլիսին այսօրվա մասնակցելու։ Մենք խաղաղության կամուշ նախաձեռնության 5 հիմնադիր անդամներն ենք հայկական կողմից, այսօր ձեզ կփորձենք ներկայացնել օրերս ուրբաթ շաբաթ տեղի ունեցած ուրեմն միջոցառումը Հայաստանում, Ծաղկաձոր քաղաքում, որտեղ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի եւ մեդիա ներկայացուցիչների միջև յուրաքանչյուր կողմից եղել է 20 մասնակից, 20 պատվիրակ, ինչպես արդեն տեղյակ եք, ադրբեջանական կողմի պատվիրակությունը Հայաստան էր ժամանել սահմանի, ուրեմն սահմանազատված ու սահմանագծված հատվածով, Ոսկեպար գյուղի մոտակայքում գտնվող կետով, անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը, մաքսային վերահսկողության այլ ուրեմն ընթացակարգերը պետական սահմանը հատելու համար նախատեսված, ժամանել են Հայաստան եւ այստեղ տեղի ունեցել ուրեմն մեր համաժողովը։ Ինչպես նշեցի, էական ուրեմն ընդլայնում կա այլևս ֆորմատի, ամեն կողմից մասնակցել է 20 հոգի, նախկինում 5 հոգու փոխարեն, դա նույնպես ես բավականին կարևոր եմ համարում։ Մի քանի էլեմենտ, որ կուզեմ ներկայացնել, որ հետո կփոխանցեմ խոսքը մեր գործընկերներին։ Առաջինը, որ մենք այլևս կարող ենք խոսել ձևավորված ֆորմատի մասին, այլ ոչ թե մեկ անգամյա, երկու անգամյա կամ 3 անգամյա որևէ նախաձեռնության մասին։ Սա իր կանոնները ունեցող, իր այլևս ավանդույթները ունեցող ֆորմատ է, որը շարունակվում է եւ շարունակվելու է։ Այս առումով ես բավականին կարևոր եմ համարում նաեւ այն, որ կողմերը բացի բունես հանդիպումներից նաեւ անում են բավականին լուրջ տնային աշխատանք։ Մենք մեր երկու երկրներում համապատասխան ուրեմն պատվիրակությունները հանդիպումներ են կազմակերպում այդ երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, մեդիայի հետ, փորձագիտական համայնքի հետ, քաղաքացիների հետ, ուրեմն այսպես այլ մարզային համայնքներում այցելություններ են պլանավորվում, այսինքն այս բոլոր ուղղություններով նախաձեռնությունները աշխատում են հնարավորինս ընդգրկուն միջավայր ձևավորելու համար, դա մեկ եւ երկրորդը նաեւ նախաձեռնությունները պայմանավորվել են համատեղ պրոյեկտների մասին։ Մենք գրում ենք համատեղ հոդվածներ, որոնցից առաջինը հույս ունեմ, որ առաջիկա օրերին դուք հնարավորություն կունենաք տեսնելու, համատեղ հետազոտություններ, այլ համատեղ պրոյեկտներն ենք քննարկում, որոնք որ շուտով իրականություն կդարձնենք։ Կարևոր եմ համարում նաև այն, որ մեզանում շարունակվում է ավանդույթը, որ կողմերը անկախ նրանից միջոցառումը Հայաստանում է թե Ադրբեջանում հնարավորություն են ունենում իրենց հասարակություններին հուզող բոլոր հարցերը բարձրաձայնելու եւ քննարկում ուրեմն իրականացնելու։ Վերջին էլեմենտը, որ կուզեի մի բան ցամաքային անցման հետ կապված, դա նույնպես կարծում կարևոր է բարձրաձայնել, ցամաքային անցման գաղափարը ծնվել է հենց մեր ֆորմատում, այսինքն մեր փորձագիտական քննարկումների ժամանակ էր այդ գաղափարը ծնվել, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա սահմանը անցնելու ճանապարհով եւ երկու երկրներում մայրաքաղաքները ըստ էության այսպես ողջունել են եւ իրականություն են դարձրել։ Նաեւ ուզում եմ հատուկ ընդգծել, որ միջոցառումները տեղի ունենում երկու երկրների կառավարությունների անմիջական աջակցությամբ, ֆինանսական այդ թվում նաեւ աջակցությամբ, այս ամեն ինչը բնականաբար հնարավոր չէր լինի առանց երկու պետությունների մասնակցության, աջակցության եւ հենց այդ փաստը նույնպես շատ կարեւոր եմ համարում։ Գիտեք, տարիներ շարունակ, եթե ոչ տասնամյակներ շարունակ, այս խաղաղապահական խողովակները, փորձագիտական հանդիպումները, քաղաքացիների հանդիպումները, որ տեղի են ունեցել այլ երկրներում, հաճախ այլ մայրցամաքներում, տեղի են ունեցել Եվրոպական միության, Միացյալ Նահանգների, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի տարբեր այսպես արտասահմանյան կառույցների եւ օտարերկրյա պետությունների ֆինանսավորմամբ եւ հիմա առաջին անգամ ըստ էության սա արվում է երկու երկրների ուրեմն պետական աջակցությամբ եւ պետական ֆինանսավորմամբ, սա նույնպես թերագնահատել պետք չէ։ Վերջին էլեմենտը, այսպես ընդհանրական, որ կուզեի տալ, որտեղ սա մենք քննարկեցինք եւ հայ-ադրբեջանական քննարկումների ժամանակ եւ այսպես բացրաձայնվեց սա նույնպես, շատ հաճախ մենք տեսնում ենք այսպես քննադատություն, որ դուք ինչ է փորձում եք անցյալը ջնջել, դուք ինչ է փորձում եք մեր ցավը մոռանալ, դուք ինչ է փորձում եք խմբագրել եւ այլն եւ այլն։ Այստեղ ես շատ կարեւոր եմ համարում արձանագրել մի բան, որ որևիցե պահի մենք մեր արժեվ նպատակ չենք դրել, գիտեք, մոռացության մատնել մեր պատմությունը, մոռացության մատնել մեր տարաձայնությունները, մոռացության մատնել այն ցավը, որը որ եւ մեր հասարակությունում եւ իրենց հասարակությունում կա։ Դա չէ նպատակը այս ֆորմատի։ Այս ֆորմատի նպատակը այդ ամբողջ
բերին զուգահեռ, որ ձևավորվել է վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, փորձել ձևավորել նաեւ խաղաղության օրակարգը սպասարկող նախագծեր, պրոյեկտներ, քննարկումներ, փորձել ձևավորվել դրական, այսպես թղթապանակ, եթե կուզեք, միևնույն ժամանակ փորձելով նաեւ աջակցել առկա խնդիրների կարգավորմանը, առկա խնդիրների լուծմանը, ինչ-ինչ գաղափարներ առաջարկելով։